Անցած շաբաթվա ամենակարևոր նորությունը ըստ էության աննախադեպ չափերի ստացած հասած բռնաճնշումներն են, որոնք ողողեցին Հայաստանը։ Բարև ձեզ, դուք դիտում եք Խորագիր հաղորդաշարը, ես Գևորգ Էմինտերյանս եւ Ավետիք Քերոբյանը կփորձենք ամփոփել անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները։ Անցած շաբաթ օրվա մեր թողարկումը մենք ձայնագրել ենք միջև սահմանադրական դատարանի վճիռը եւ կանխատեսել ենք փաստորեն։ Բայց տարբերություն չկար, էլի միջև ձայնագրենք, թե հետո ձայնագրենք, բան չէր փոխվում։ Մենք գիտեինք ինչա լինելու, սին հույսեր չենք փայփայում եւ պարզեր թե ինչ որոշում է կայացնելու եւ այդ որոշումից հետո այն ընտրության արդյունքները թողնել նույնը Հայաստանում սկսվեց բռնաճնշումների նոր ալիք, ուրեմն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց եւ կալանավորվեց, ուրեմն Ծառուկյանը ինչ որ առույցներին քննեցրին եւ տեղափոխեցին ու երկուսին քննեցրին, մեկին սատկացրին, Եվ նաև ուրեմն Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնաս Մանուկյանը, որ մեր նախկին գործընկերն է, նախկին լրագրող, իրեն ձերբակալեցին եւ կալանավորեցին, որոնք զրկեցին նույնիսկ իր անչափահաս երեխային տեսակցելու հնարավորությունից եւ նաև պարզա, որ այս ալիքը էլի շարունակվելու է, սրանով չի բանանելու, կանգ առնելու նախ արի անդրադառնանք, թե ինչու Գագիկ Ծառուկյանին այդպես ցուցադրաբար բան արեցին, բերման ենթարկեցին, որովհետև շատերը բան էին անում, այսպես ասած նույնիսկ մարդիկ, որոնք չեն համակրում Ծառուկյանին, չեն կիսում իր գաղափարները, իրեն համարում են մեր քաղաքական դաշտի մեջ ոչ այսպես հարիր կերպար եւ այլն, նախկին օլիգարխիկ համակարգի մաս, որ ջորջում են թողված էին բոլորը, թե ինչպես կարելի է 70 տարեկան մարդուն իր տան մեջ, իր ընտանիքի անդամների առաջ, աչքի առաջ, հանրային եւ հրապարակային կերպով, հիշենք, այսպես ինչ որ տապալել գետնին, ԱԾ-ի կամերամենը ավելի շուտ էր մտնում տուն, քան այդ դիմակավորված աշխատողները ԱԾ-ի ավտոմատներով։ Մենք դա տեսել ենք այդ տոշոնկա շոուներով, չգիտեմ ինչերով եւ այլն, բայց ամեն դեպքում այդ կադրերը ուրեմն բան էին, էլի շատ մեծ արձագանք գտան, վրդովմունքի ալիք բարձրացավ եւ այլն, բայց ես չեմ կարծում, որ դա պլանի մեջ չէր տեղավորվում, որովհետև հիմա տեղի ունենում իմ կարծիքով մարդկանց վախեցում, մարդկանց հատուկ վախեցնում են։ Մի հատ այսպիսի բան կա, տեսություն կա, որ եթե 30-ական թվականներին Իոսիֆ Ստալինին պետք էր բռնաճնշումների մեծ ալիք, որովհետև այն ժամանակ չկային տեղեկատվական հիմիկվա միջոցները, որ ամեն մարդ պիտի ասենք մի երկու օգու ճանաչեր, որ ոնց բռնվեցին, ոնց բերման ենթարկվեցին, աքսորվեցին, գնդակահարվեցին եւ այլն, ու դա ինչ որ հաշվարկ կար, եթե չեմ սխալվում, դա 30-ից մեկն էր, որ պետք է այդպես լինի, որ բոլորը ճանաչեն եւ վախենան, ապա հիմա տեղեկատվական այս բաներում, այս դարաշրջանում հերիքա լավ լուսաբանվի ինչ որ դեպքը եւ բոլորը դա իմանում են եւ ասում են, որ օրինակ ասենք, չգիտեմ, Նավալնիի դեպքը, չգիտեմ, մյուս ընդդիմադիրների այդ բաներ, դեպքեր, որ ասենք ինչ որ մեկը մի հատ անկապ գնացքավար խոսել է ես իմ ինչից ու իրան եկե ձերբակալեն եւ այլն, դա բավարար է, որ Ռուսաստանում վախի մթնոլորտը լինի այնպիսի մակարդակի վրա, որ ոչ ոք չմտածի բողոքելու եւ ինչ որ ալիք չձևավորվի այդ բողոքներից եւ այլն։ Դե Ռուսաստան ենք ասում, բայց Հայաստանը շատ չի տարբերվում, էլի։ Ասում։ Հիմա իմ կարծիքով Գագիկ Ծառուկյանի այս բանը երկու նպատակ ունի։ Մի կողմից կան մարդիկ, որոնք ոչինչ չունեն,
չափազանց աղքատ են եւ այլն եւ Գագիկ Ծառուկյանը իրենց համար այսպես հարուստների մարմնավորող մի կերպար է, ատելի հարուստի կերպար է, ընդ որում Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է խաղում այդ բոլշևիկյան բանի վրա էլի, որ հարուստներին պետք է ոչնչացնել։ Դղյակ գվերսնել ծերանոց կսարքեն կամ հանկատուն կսարքեն։ Այնուամենայնիվ մեջ այդ բանը կա, որ հարուստները դրանք շահագործողներ են, բաներ են եւ այլն սովետական ինչ-որ բաներ կան էլի։ Դե եթե Շակի գյուղի գյուղապետարանի կողքը դրած խանութի գլխին դեր գրածը Սլավա ԿՊՍՍ, հա, դա բնական է։ Դա բնական է եւ սովետական ավանդույթները խորհրդային չենք ասում էլի։ Կան մարդիկ, որոնք ավանդույթները ինչ որ չափով եւ շատ մեծ չափով դեռևս շարունակվում են։ Կան այս առաջին խմբի մեջ մարդիկ, որոնք գուցե կոնֆլիկտ են ունեցել, գուցե, չգիտեմ, ինչ որ բան են ունեցել Ծառուկյանի հետ ու անձնապես չեն սիրում իրեն, այդ մարդիկ էլ բնականաբար ինչ որ տոկոս կլինեն։ Մի խումբը դա է, իսկ մյուս խումբը կլինեն մարդիկ, որոնց աշխատավարձը ինչ որ ժամանակ ուշացրած կլինի, կամ բիզնես ինչ որ շահերի բախումներ ունեցած կլինեն եւ տակից դուրս չեն լինի, իհարկե կլինի։ Եվ երկրորդ մեծ խումբը, ում ուղղված է այս գործողությունը, այն մարդիկ են, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, Նիկոլ Փաշինյանը իրաց դուրս չի գալի եւ իրենք մտածում են, որ եթե Ծառուկյանի հետ են այսպես վարվում, բա մեզ հետ ինչ կլինի, այսինքն այսպես պաշտպանված, փող ունեցող, բաներ, կապեր ունեցող եւ այլն մարդուն կարող են այսպես տապալել գետնին եւ այլն, բա մեզ հետ ինչ կկատարվի եւ սա ուրեմն կարելի ասել, որ նախապես մտածված պլանավորված գործողություն է։ Ես ներքուստ վստահ եմ, որ առյուծին սպանելն էլ պատահական չի եղել, որովհետև Ծառուկյանը նախընտրական շրջանում խոսեց առյուծի ինչ որ Նիկոլ Փաշինյանին առյուծների վանդակ ուղարկելու, առյուծները չփվելու ինչպեսի բան ակնարկեց եւ իմ կարծիքով այդ առյուծներին քննեցնելը եւ նրանցից մեկին սատկացնելը ուրեմն հենց դրանը վրա պայմանավորված եւ սա ուղերձը իրականում եւ նաեւ Ծառուկյանին ցավեցնելու բան է, որովհետեւ հայտնի է, որ ինքը այդ առյուծների ձագերին ոնց այդ նկարները կան, ոնց է ինքը սիրում, հիանում, չգիտեմ ինչ անում, կերակրում եւ այլն, բարձր որ շատ ավելի լավ է պահում, քան կենթանաբանական այգում են պահում առյուծներին։ Չնայած ինչ հիվանդություն ասես գրեցին այդ խեղճ սատկած էկառյուծի վրա, բայց ամեն դեպքում բարձր որ այդ առյուծը մնար իր տեղում հաստատ կամ չքնեցնեին իրեն հաստատ ավելի երկար եւ ավելի լավ կյանք ունենար։ Այդ մի հատ հետաքրքիր դրվագել կա այս պատմությունների մեջ, այն որ օրինակ ասենք Նազիկ Ավդալյանը ասում է, որ ես չեմ ուզում խոսամ, որովհետեւ ես քաղաքական թեմաներով չեմ խոսում։ Ու դրանով ասում է ես Ծառուկյանի ընտանիքին իմ աջակցություն եմ հայտնում, այսպես ստիպում եմ, որ ինչ-որ բաներ խոսա, բայց ասում է չեմ քաղաքական թեմաներով չեմ խոսում։ Երկրորդ օրինակը բերեմ, այդ կենթանասերների խմբում, այդ կենթանասերների ադմինը գրառում էր արել, որ առուսների մասին մի խոսեք, որտեղ դա քաղաքական թեմա է։ Այս երկուսը ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է, ինչքան էլ որ դա աբսուրդ թվա էլի, բան տարօրինակ հնչի, որտեղ մարդիկ ընդունում են, որ սա քաղաք, Նազիկ Ավդալյանը ընդունում է, որ քաղաքական թեմա է։ Եվ այդ կենթանասերն էլ են ընդունում, որ սա այդ առյուծին սպանելը քաղաքական պատվեր է, ինչքան էլ դա տարօրինակ չհնչի, աբսուրդ չհնչի եւ այլն, բայց այդ գրառումները, որ քաղաքական թեմաներով այստեղ չենք խոսում, դա է նշանակում։ Այստեղ պետք է մի անդրադարձ կատարենք գործի տնտեսական մասին, այսինքն այն քրեական գործի հիմնավորման մասին, որ փողերի լվացում, հարկերի թաքցում եւ այլն, եւ պարզվում է, որ օրինակ պետեկամուտների կոմիտեն նախորդ տարիների ընթացքում ստուգել է մուլտիգրուպ կոնցեռնը եւ հաճելի է որ դու կորագիրնից եք կարդում ոչ միայն, հա, եւ խախտումներ չի հայտնաբերել, հետեւաբար եւ դա նշանակում բան, եթե եկել են ստուգել են եւ խախտումներ չեն հայտնաբերել, նախորդ տարիների հետ կապված էլ պարտքու պահանջ չկա։ Իսկ ստուգած են համարվում նաեւ նախորդ բոլոր տարիները։ Նորմալ պետությունում պետք է նախ ձերբակալվեին ստուգած աուդիտորները եւ ստուգողները, որ ուրեմն ինչ որ բան այնպես չեն արել, սխալ են արել եւ այլն, դա ապացուցվեր ինչն է սխալ արել, հետո նոր հերթին դա ապացուցվել, իհարկե։
Հետո նոր մեղադրանքը գնար արդեն իբր թե թաքցանողին կամ թե ստացվում որ մենք ապրում ենք, ասենք, ծուռ հայելիների թագավորություն։ Իրականում պետք է ընդունենք նաև այն փաստը, որ Սահմանադրության առաջին հոդվածը, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական եւ ժողովրդավարական պետությունը իրականում տապալված է սահմանադրական կարգը, որտեղ այլևս ոչ ժողովրդավարական, ոչ իրավական, այս բոլոր տեսակի խախտումները հաշվի առնելով եւ Սահմանադրական դատարանի վճիռը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի վարչական որոշումը ընդունվել որպես կայացած փաստ եւ մնացած բոլոր հետևանքները, իրավական հետևանքները հենում էր դրա վրա, հա եւ մյուս ժողովրդավարության խեղումը եւ պաղծումն է, որ որևէ տեսակի, ասենք, հանրային քննարկում չի անցնում, օրինակ ընտրական իրավունքից սահմանադրական իրավունքով օժտված, հա, ընտրական իրավունքով օժտված, ընտրական իրավունքից զրկելու օրինագիծը անցնում հրատապ եւ անհետաձգելի կարգով ազգային ժողովում, որը գալիս է ապացուցելու մի բան, որ մենք այլևս չենք գտնվում իրավական միջավայրում, հա, եւ եթե ես ու դու այստեղ նստած խոսում ենք, ընդամենը դեռ մարդկան ձեռները մեզ չի հասել, ընդամենը ինչ վերաբերում օրինակ, դե հիշում ես, ասենք, մեր մոտ հյուր եղած Դեմոյան Հայկի տունը եկան հարցազրույցից ոդքասթից 2 օր հետո եկան մտան խուզարկելու, հա, այսինքն այդտեղ բան չկա, զարմանալու բան չկա, որ որևէ անսպասելի բան էլ այլևս չկա։ Ես քո ասացին ուզում եմ մի փոքրիկ հավելում անեմ, այդ ընտրական իրավունքի սահմանափակումը որ կա, ընդհանրապես ուրեմն ավելի շատ սահմանափակումների ենթարկվում են ընտրվողները, քան ընտրողները, այսինքն կատեգորիաները թե ով կարող ընտրվի ավելի խիստ լինում, քան ընտրողները, բայց զավեշտն այն է, որ այդ ընտրողների հանդեպ սահմանափակումները որ կան, որ պետք է այսքան ժամանակ ապրեն, լքած չլինեն, անդադար, չգիտեմ ինչ եւ այլն բան, դա չի վերաբերում ընտրվողներին։ Այսինքն իրենք այդ սահմանափակումը մցրել են միայն ընտրողների վերաբերյալ։ Դա 4 տարվա նստակյացություն է այստեղ ընտրվողին օրինակ падգամավորության տեխնացուին պահանջում 4-3 տարվա, չեմ սխալվում 4 տարվա։ Հա, բայց ընտրողին 2 տարվա ընթացքում 1 տարուց ոչ ավել բացակայություն։ Հիմա պատկերացրեք մարդը գնացել է գործողում մի տարի առաջ, 2 տարի առաջ, բայց մի տարի է վերադարձել, հա, այս օրենքով զրկվեց ընտրական իրավունքից։ Վերջ։ Հա, եւ ակնհայտ է թե ինչին է սա ուղղված։ Ակնհայտ է, որ ապագայում սպասվող սահմանադրական հարակվեին է սա ուղղված, որպեսզի կարողանան ապահովել ընտրողների իրենց հաճելի քանակ եւ հաճելի արդյունք։ Սովորական մարդը չի կարող այսպես համակարգի դեմ պայքարել, դա հաշվարկել, ինչ որ բան անել եւ այլն, դրա համար պետքա լինեն քաղաքական ինստիտուտներ, ընդդիմություն, ինչ որ համակարգեր, որոնք կազմակերպում են անհրաժեշտ է քաղաքական ընդդիմություն։ Բայց մենք տեսնում ենք ու հենց ընդդիմադիրներն էլ դա բան են անում, խոստովանում են, որ առաջին չկար ռազմավարական մտածողություն, երկրորդ չկար պլան B, ինչով բոլորի հաշվարկներն էր, որ իրենք անպայման հաղթելու են ընտրությունները, անվերապահ բոլոր հայտարարությունները անվերապահ են։ Չնայած ոչ դա սոցիոլոգիական հարցումներով էր երևում, ոչ դա ինչ որ պատկերով էր երևում, ոչ դա ուժայինների պահվածքից Քարոզարշավի մտածվածությամբ չէր երևում։ Այդ օրակարգ թելադրելով էլ դա չէր երևում, որովհետև պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն է օրակարգ թելադրում եւ իր շուրջ էր բանը։ Շատ իրեն պատասխանում էին կամ ինչ-որ բաներ իր ասածներ, այսպես ասած, քննարկում էին, բայց գալիս էր օրակարգը Նիկոլ Փաշինյանից։ Դրա փորձը ամենահաջողված փորձը բոլորին դեմ եմ անում, բայց ի վերջո իրենք էլ գնացին Նիկոլ Փաշինյանին հակաճառելու։ Բայց իրենք էլ օրակարգ չձևավորեցին։ Իհարկե չձևավորեցին։ Հետաքրիր էր բան, եսիմ, ասենք, ինչ որ բանի մուլտիկի հերոսներ են գալիս, բան, դա շատ ծիծաղելի է եւ այլն, բայց դա
օրակարգական օրակարգ չէ, դա ուղղակի ասենք անտարբերությունն է, դա ասենք մերժման ձևը, դա ծաղրի բանա եւ այլն, գրոտեսկա եւ այլն, այդ գեղարվեստական բան է դա, բայց դա քաղաքական չի։ Այսինքն այդ ցավոք չդարձավ քաղաքական օրակարգ։ Դա շատ սրամիտ է, շատ չգիտեմ ինչ է եւ այլն։ Ոնց որ ասենք բանի յոժի այն որ կուսակցությունները բացել։ Քաղաքական եւ դա հետո 17 թվականին կարծեմ Պետրոսին հանեցին գործից, չէ, դրանից հետո դարձածից հետո եսի միջացին։ Որովհետեւ դա իրական շատ լուրջ գրոտեսկ է, շատ լուրջ բան է, այդ աղքատիկ վիճակն է ցույց տալի եւ այլն, բայց դա քաղաքական չի։ Այսինքն դա հետո քաղաքական բան չի դառնում, էլի։ Ուրեմն այս համատեքստում նաև մենք տեսնում ենք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունից 106 հոգի այսպես ենթադրելի է որ նույն դիմումով բան արեցին, մանդատներից հրաժարվեցին։ Չէ, այնտեղ անհատական դիմում ես գրում։ Դե ուզում ասեմ հաստատ քանի որ ինքն է բացարկի դիմում գրել եմ, անհատական դիմում ես գրում, չէ, նոտարների մոտ հստակ կերպով ֆորման կա, լրացված է։ Ստորագրում ես եւ դուրս ես գալու։ Այդ 106 հոգուն տենց շատ արագ կազմակերպել է, շատ դժվար։ Դե բոլորին դեմը նախապես հայտարարված, օրինակ հենց նախքան ընտրությունները, նախքան։ Հա, բայց դուք ամեն մեկը առանձին տեքստ եք գրել։ Իհարկե։ Չէ, առանձին տեքստ չէ, այնտեղ նոտարական հաստատված ձև կա։ Դա ընդունված հաստատված ձև է, իսկ կենտրոնական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ձև է, նոտարի մոտ հայտարարություն ստորագրում ես, ինքնաբացարկի դիմումը ընդունում։ Հիմա եթե մենք անդրադառնանք ընդհանրապես իրանց ցուցակին, ես կարծում եմ, որ իրենք շատ նման են քաղաքացիական պայմանագրի ցուցակին, այն իմաստով, որ երիտասարդներ են, սիրուն նախորդի հյուր Ղազարյան Էդգարն էլ անդե ցուցակում։ Հա, Էդգարն էլ է իհարկե սիրուն տղամարդ, բանջնեմ ասելու երիտասարդ, այո։ Ու շատ քիչ են այնտեղ անցյալ ունեցող մարդիկ։ Էդգարին չհաշված, որ ասենք ինքը ինչ որ գործունեությամբ է զբաղվել, ինքը շատ սրամիտ մարդ է, շատ բան, գրագետ, օրենքներից է հասկանում, ինչ-որ բաներ է կարողանում տեսնել, որոնք սովորական մարդիկ չեն տեսնում, կապեր է տալիս, չգիտեմ ինչ անում եւ այլն, բայց ընդհանուր առմամբ այդ ցուցակում ճանաչելի մարդիկ չկան, այսինքն չկան մարդիկ, որ գիտենք, որ իրենք օրինակ կարմիր գծեր ունեն, այս ինչ-որ բանը իրենց համար շատ կարևոր է, այս ինչ-որ բանը այնպես է եւ այլն։ Ու ես ուզում ճիշտ ասած զուգահեռ տանեմ նախորդ տարիների հետ, որ այնուամենայնիվ այդ նոր դեմքերի բանը մի կողմից իհարկե վտանգավոր է, որտեղ դու չգիտես իրենք ովքեր են, մյուս կողմից համել հաճելի է, որ սիրուն մարդիկ են եւ այլն, բայց դա գալիս է իշխանությունից, այսինքն իշխանությունը ոնց որ դիրքավորվում է, այդ նույն ձևով դիրքավորվում է նաեւ իր ընդդիմությունը։ Օրինակ եթե մենք հիշենք, ասենք հանրապետականի բաները, այսպես թաղի, ասենք ինչ որ դեմքեր էին, լավ տղեկ էին, չգիտեմ ինչ, հա, իհարկե նույն չգիտեմ, կարելի ասենք կարոտով հիշել իրենց, կարելի բանով հիշել, չգիտեմ, ավելի հաճախ հիշում են ոչ թե անունները, այլ մականունները, հա, մականունները եւ այլն, բայց ամեն դեպքում դա էպոխա էր։ Դա էպոխա էր, որը արդեն ավարտվել է, այլևս այդ բանը ինչ որ իհարկե էական բաներ մնացել են, որը հաստատել ինչ որ մարդիկ Տիգրան Ավինյանին համարում են իրենց աղբերը, ոնց որ ասենք տարին էին համարում եւ այլն, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ Տիգրան Ավինյանը զանգում է, ասենք ինչ որ գողականներից հարցնում է ինքը, որ այս բանը անի ճիշտ կլինի դա հաշվի առնելով թե Երևանում ինչքան տնտեսական շահեր են իրար բախվում, չէ, չեմ կարծում, որ ինքը դա չեմ բացառում ինչ որ այդպիսի բաներ ան, որտեվ դա էլ ինչ որ ավանդույթի եւ իշխանության սահմանափակման բան է, էլի իհարկե ոչ գրավոր, ոչ այսպես ընդունելի, ոչ բան, բայց ամեն դեպքում դա էլ ինչ որ ավանդույթի դրսևորում է, ծիծաղելի եւ այլն։ Օրինակ ասենք հիշում ես այդ բանը, որ բնապահպանները գնացել էին տարոնի մոտ, տարոնն ասել էր ինձ այդ օրենքով մի խոսք։ Բայց Տիգրան Ավինյանը բայց հակառակն է անում, ասում է իմ հետ միայն օրենքով խոսեք, բայց թե ինչքան օրենքերի իրանք խախտում, ասում ոչ մի ցուցակ չի երիկում, էական փոփոխություն շատ մեծ չի եղել բանի,
բան արտաքին փոփոխություն եղել է ու դա բայց գալիս է իշխանությունից դեկորացիաների փոփոխություն քանի որ հանրապետական այդպես էր նույնպիսին էր նաև բայց առաջվա նման ոնց ասֆալտի վրա փողոտում են հիմա էլ շարունակում են ուտել էլի իհարկե որտեվ փողոտելու աղբյուրները Հայաստանում չեն փոխվում եւ միջայլոց թարմ ասֆալտը ես նկատել եմ ավելի հաճույքով են կտրում թարմ արած ասֆալտը էլի որտեվ թարմ արած ասֆալտը ավելի հեշտ է կտրվում գիտես չէ այդ բանը դե տորթը նոր թխած տորթը ավելի համեղ է քան հինը բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք որ իմ համար համենայն դեպս ինձ համար ակնհայտ է որ ուժեղ Հայաստան չի պատրաստում իշխանություն վերցնել ոնց որ ընտրություններից առաջ էր դա ինձ համար ակնհայտ իրենք պատրաստվում են դիրքավորված սպասել ինչ որ մի հարմար պահի նու ենթադրելի է որ նմանատիպ բանել կա Հայաստան դաշինքում այնտեղ էլ ինչ որ բաներ կան որ ուզում են մանդատը վերցնեն ինչ որ մարդիկ չեն ուզում վերցնեն միջայլոց եթե հետադարձ անենք Ծառուկյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ազգային ժողով հասնելու ամենաճիշտ ձևը կլինի ասենք Հայաստան դաշինքի հետ միավորվելը կամ ուժեղ Հայաստանի հետ միավորվելը այն ժամանակ հաստատ կանցնեին հա բայց հիմա տեսնում ենք որ հաշիվները սխալ դուրս եկան, միջայլոց հաշիվներն էլ հիշում ես, այնպես են անում, դաշինք չէին բանում, որ 8% հիշեմ ստիպված չլինեն հաղթահարել, բայց նույնիսկ եթե հաշվի առնենք այսպես գողացած ձայների կամ անվավեր ճանաչված ձայների կամ ընտրատեղամասերի արդյունքները, հազիվ հազ էին հասնում։ Իսկ 4000-րդ թականի թեմա էր ընդհանրապես։ Ես քեզ հետ համաձայն չեմ։ Ասեմ ինչու։ Ես կարծում որ Բարգավաճ Հայաստանը ընտրվել է։ Եթե ընտրվել է ու պետությունը, որը նույնականանում է Երևանի խանի հետ, բեյ նախորդ անգամ բարձեցինք որ խան չի արդեն, բեյ է։ Ավանդույթով մենք ասում ենք խան, որոշել է որ չպետք է այդ կուսակցությունը լինի եւ ինչու բան պետք է հորինել, չեղարկել, ես հիմնական եւ այլն, այդ նույն ձևը կգտնեին նաեւ բանի համար։ Դաշինքի համար կամ այդ դեպքում ասենք արդեն Հայաստան դաշինքը չեր անցնի, այլ եսի ինչ կներ։ Ասեմ դա եթե օրենք չկա, ընդհանուր կանոն չկա, այլ կա ինչ-որ մեկի ցանկությունը, կամքը, քմահաճույքը եւ այլն, այդ մնացած ուժայիններ, չգիտեմ, հարկային տեսուչներ եւ այլն, լրիվ ենթարկվում են դրան։ Մեր խնդիրը իրականում դեկորացիա։ Այո, իսկ ինչի պիտի իր քմահաճույքը չլինի։ Ինչի պիտի չլինի, որովհետև պետք է լինեն հակակշիռ մեխանիզմներ։ Այդ հակակշիռ մեխանիզմները ոչ մարդկանց գլխում կա, ոչ իրականում կա, ոչ մարդիկ պատրաստ են, օրինակ ասենք եւ ամենավատն այնա որ այդ հակակշիռների բացակայությունը արդեն սկսել է անցալվել որպես եւ տևական ժամանակ անցալվում որպես նորմալ։ Օրինակ մի այսպիսի հոգեբանական բան ասում ասենք ժամանակ առ ժամանակ ինչ որ ընթրիքներ են կազմակերպում, ես իմ ինչեր են բան, ինչ որ մարդիկ գնում են այդ ընթրիքներին, չէ՞։ Օրինակ ասենք, չգիտեմ, Վահագն Խաչատուրյանն էր դա անում, Ալեն Սիմոնյանն էր արել, հետո ինչ որ արվեստագետների, չգիտեմ, ամոթ գցես, այս Ռայսա Մկրտչյանն էլ լուսակի որ վերջերս մահացավ իրեն, չէ՞, մի պահ թիրախավորեցին, գնացել էր կարծեմ այդպես ինտրիգի բան։ Ինչու է այս բանը սենց լինում, որովհետև մարդկանց մտքում չկա, որ ասենք մարդը կարող գնա ու իր բողոքը հայտնի։ Օրինակ ասենք ես ուզենամ Նիկոլ Փաշինյանից բողոք հայտնեմ, ո՞նց պետք է հայտնեմ։ Լավ, ես սխալ եմ ասում, որովհետև ես ունեմ լրատվամիջոց, ես ամեն շաբաթ մենք նստում խոսում ենք, ինչ որ ձև կհայտնեմ։ Բայց սովորական մարդը, որը չունի, ասենք Facebook կամ ինչ որ բան, ո՞նց պետք է արտահայտվի։ Պիտի գնա այդտենց հանդիպմանը եւ իրեն ամոթի։ Օրինակ ասենք Շևչուկը Պուտինին մեծ հարց էր տվել, հիշում ես բանի ասուլիսի հանդիպման ժամանակ բանի հետ Պուտինը ասել է դուք ներկայացեք, դուք ով եք, չգիտեմ ինչ եք, չէ՞, չսես ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել։ Հիմա ո՞նց պիտի մարդը դա անի։ Պիտի գնա հանդիպման հարց տա։ Բայց մեր մեջ նստած է, որ եթե դու գնացել ես հանդիպման, արդեն ծախված ես։ Որտեվ չեմ պատկերացնում, ոնց կարող մարդը գնա ու ինչ-որ բան ասի կամ անի եւ այլն։ Օրինակ ես հիշում եմ ուրիշ բաներ կան։ Ես օրինակ հիշում եմ շատ բաներ կան հանդիպումներ կան, որ ոչ թե ծախված ես գնում, այլ մուծված ես գնում։ Արդեն ես վճարել եմ որ։ Չէ, դու ես մուծվել, որ գնացել ես հանդիպման, էլի։
Չէ, ինձ թվում է, Էդ են որ բարի դա գործը, շուտվա բան է, որ ասենք անհնար է, ասենք նախագահի մոտենալ, եթե 100%-ով վստահ չեմ, որ դու բան ես։ Օրինակ ես հիշում եմ, որ Ստեփանակերտում Արցախում չեմ հիշում Ստեփանակերտում որտեղ Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպում էր կազմակերպել, հիշում ես դա։ Ինչ-որ Մանսուրյանը ասաց, որ ինչու հարուստների տներում մեր նոր կոնցերտները չենք նվագում, չգիտեմ, ինչու sense շատ абսուրդ հարցեր եւ բաներ են քննարկում։ Չնայած Մանսուրյանի ասացի երկե շատ հետաքրքիր էր, որ ինչու այդ մարտիկ մեր մշակույթից չեն, էլի շատ հետաքրքիր։ Մեր մշակույթի գրողը չեն կամ սպառողը չեն։ Եվ ես հիշում եմ, որ այդ հանդիպման ժամանակ ես sense մի պահ ցնցվեցի, որ Ռուբեն Հախվերդյանն էլ է գնացել այդտեղ, հետո բայց որ իր դիրքը տեսա, բայց այնպես էին մոնտաժը, որ դա այդպես շատ դժվար էր երևում, էլի։ Ես հասկացա, ինքը մեջքով է նստած Սերժ Սարգսյանը, իսկ դա վերաբերմունքի բան է։ Նույնիսկ կարելի է չխոսելով վերաբերմունք արտահայտել։ Հիմա մեր մեջ նստած է, որ եթե դու անհնար է, որ ասենք գնաս հանդիպման ու քննադատես իրեն։ Այսինքն դա համարվում է, որ հնարավոր չի։ Դրա համար որ գնում ես, արդեն ասում են դե վերջերում ծախվել է։ Արդեն այդ բանը կա։ Բայց ես բազմաթիվ դեպքեր կարամ բանանեմ, որ ասենք ես օրինակ ասենք Պանթեոնում անցած տարվա բանին Տերյանի ծննդյան օրը նախարարն էր եկել Ժաննա Անդրեասյանը, ես քննադատել եմ կառավարությանը, բայց նաև չեմ ասել, որ չեմ անպատվել որտեղ դա անընդունելի բան կլինի, էլի ասենք նախարարին, կին նախարարին, ինչ-որ բան ասես։ Բայց ամեն դեպքում իմ խոսքը շատ բաներ քաղաքակիրթ էր, բայց քննադատական էր, որ ինչ որ դուք անում եք Տերյանին հակառակ է։ Ինչ որ Տերյանը ասում էր հոգևոր Հայաստան, դուք իրեն դրա հակառակն եք անում, էլի։ Ուրեմն այս շաբաթվա կարևոր իրադարձությունից մեկը Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցն էր։ Հետաքրքիր է, որ գնացել էր ոչ թե Մոսկվա, այլ Եկատերինբուրգ, ինչ որ Իննոպրոմ ցուցահանդեսի, այո։ Դե այնտեղ ավանդաբար է Իննոպրոմը անցկացվում։ Ուպտի ասենք, որ սա իրական առաջին արտասահմանյան այցն է ընտրություններից հետո, որտեղ Խամենեի թաղմանը գնալը, այսպես արարողակարգային միջոցառում ավելի շուտ ինքը որևէ քաղաքական նշանակություն չունի, քաղաքականություն չի, էլի, հարևան պետության փաստացի նախկին առաջնորդի թաղմանն է գնացել, կարած չգնալ իհարկե, որտեղ պարզ չի Խամենեի ինչն են թաղում, այդ թաղմանը եւ պարզա որ ասենք այն հարաբերությունները որ Միացյալ Նահանգների հետ փորձում էս վարչախումբը կառուցի, հա լրիվ հակառակ է տրամաբանության մեջ Խամենեի թաղմանը գնալը Խամենեի որի սպանողը փաստացի Տրամպն է։ Այս Տրամպի հետ այսօր բան ենք կառուցում էլի տրիպ ենք կառուցում Տրամպի անվան ճանապարհ ենք կառուցում էլի Հայաստանի կարող չգնալ չէր կարող չգնալ ես լեյ կգնայի հա բայց ես լեյ նաև ուրիշ բաներ կան էլի բայց մյուս կողմից ես կարծում որ դա շատ նորմալ է որ Հայաստանը իր շահն ունի հիմա դու կարող համաձայն չլինես դրա հետ չգիտեմ չէ այստեղ շահ չի երևում բայց շահերի հետամուտ լինել չի երևում ընդհանրապես չի երևում որովհետև շահը պետքա հստակ ձևակերպված լինի որն է քո հստակ ձևակերպված շահը հա եւ ընդ որում ասենք գնալ Իննոպրոմ ցուցահանդեսին ինչա թե այնտեղ քեզ կանչել են ու չկարողանալ չգնալ չկարողանալ մերժել ընդ որում գնալ ասենք ընդունել այն բանի արշակի տիզբոն գնալու տարբերակով էլի հա որ հողի վրա ռուսներին ինչ ասես անում ես գնում ես իրանց մոտ իրենց ասելով ինչ ասես անում ես ինչ ան ոչ մի խոսում են չել խոսում Չել ասում, որ ասենք ռազմաբազան հանեք կամ հանելու են կամ ասել տալիս է ուրիշներին, բայց ինքը բերենով չի ասում։ Բայց չեն ասում, ով ասում։
Ոչ մեկ չի ասում ռազմաբազան հանելուկ, ընդհակառակ ինքը ասում է ոչ, մնալու է, մենք լինելու ենք, իհարկե դες չի ասում, ես մի քիչ զավեշտ եմ, որ լինելու ենք Եվրամիության առաջին երկիրը։ Սարգսյանը ու Արման Բաբաջյանը ասում են, որ ռազմաբազան պետք է հանվի, հա, մենք էլ գիտենք Արման Բաբաջյանը։ Չէ, բառերը գիտենք թե որտեղ են գրվում իրականում։ Իրանց կշռին համապատասխան կարան խոսեն։ Ես համաձայն չեմ էլի Միկո, որ ինքը ինչ որ հակառուսական բաներ է խոսում, կարող ուզում են ցկում են դեկորացիան է իրականում, բայց այդտեղ եթե շատ խորը նայենք դրան, ասենք ինչա շահը, դու կարող ես իմանալ քո շահը ինչ է, եթե գիտես դու ով ես։ Եթե դու չգիտես դու ով ես, այսինքն քո ինքնությունը դու շփոթում ես էլի, ասենք SS թե NS թե որտեղ ես թե ինչ ես եւ այլն, ինչը մեր բոլոր ղեկավարների պարագայում ակնհայտ է, այստեղ եւ ինքնության հարցը եւ ինքնորոշման հարցն է։ Այո։ Ու այդ բանը, այդ ինքնորոշումը ասեցիր ես Գարեգին Միսկարյանին հիշեցի, ինքը մտ բանակը հիշեցիր, նա։ Չէ, այդ տեսությանը ես ծանոթ եմ իրականում։ Հա, շատ հետաքրքիր բան է ինքը ասում։ Հիմնարար աշխատություն է իհարկե, Գարեգի եթե մեզ լսում է, ես կհիշեցնեմ իրան։ Այդ ինքնորոշման համապարփակ տեսությունը դա այնա ինչ որ մեզ պակասում է իրականում։ Հա, այդ շատ կարևոր բան է, թե դու ով ես, ու այդ դու ով ես, որ դու հասկանում ես, դու ինչ շահեր ունես, ինչն է քեզ հարիր, ինչը հարիր չի։ Ու դա մշտապես մեր պետությանը ուղեկցել է, այսինքն հիմա ասենք երանելի հիշում են, որ հանրապետականները եւ այլն, ես հիշում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը բանի ինչ որ հայտնի օրենքով գողեր եկել Հայաստան եւ կառավարության կեսը գնացել էր դիմավորելու եւ կառավարության նիստիժնեք իհարկե դա ձայնագրված չկա եւ այլն, բայց ասում են, որ ասել է, որ ես չեմ հասկանում դուք նախարարներ եք, թե բաներ եք, գողականներ եք, որ բան եք արել, ու ուզում եմ ասեմ, այդ բանը միշտ զգացվել է, որ ասենք իրավաբանականի ուսանողը երազումը դատախազ դառնա, բայց իրան պահում է ոնց որ ասենք, չգիտեմ, թաղի խորժ, ոնց որ հանց է գործ, կամ չգիտեմ, հիմա սա միշտ մեր բոլոր խավերին, բոլոր հարց լուծելու համար քաղաքավարի խոսելու փոխարեն համարտ է կանչում։ Ինչի է դա, որովհետև եթե դու չունես այդ քո մեջ այդ ինքնորոշումը, թե դու ով ես, ինչ ես ուզում դառնաս, դու չես կարող ունենաս շահ, դու չես կարող ունենաս բան։ Չես կարող ունենաս արժեքներ։ Դա շատ հիմա մենք ասում ենք, որ ինչի է, որ Հայաստանը կծված է եղել Ռուսաստանին, չգիտեմ բան, չէ, դա եւ քաղաքական մաս ունի, եւ իհարկե, չգիտեմ, հետախուզություններ կան եւ չգիտեմ, այդ ամեն ինչը հասկանալի է, որ պարզա որ գերտերությունը կամ կայսրությունը փորձում է իր ազդեցությունը պահի, չգիտեմ, տարածի սահմաններից դուրս բայց դա նաեւ գալիս է մշակույթի պակասից։ Այսինքն դու չունես քո մեջ այնքան մշակույթ, այնքան բան, դու ինքնաբավ չես ու այդ քո ոչ ինքնաբավությունը լրացնում ես ուրիշի հրանգով, ասում ես դե ես չգիտեի ինչ անե, ինձ ասեցին սա արա, սա արեց։ Ու միշտ նայենք 30 տարվա ընթացքում մենք մակում քվեարկել ենք միշտ ոնց որ մեզ ասել են, ոնց որ չգիտեմ հրահանգել են, ոնց որ ես ինչ են արվել են, նախարար եք նշանակել միշտ ոնց որ կրեն բանից են ասել։ Հա, դա միայն արտգործնախարար չէ, ամեն ինչ ոնց որ հանկարծ բոլորը։ Չէ, կոնկրետ ասենք արտգործնախարար, ասում բե օրինակը բերում, ասենք ոնց որ Սմոլենսկի հրապարակից ասել են այդ արտգործնախարարները նշանակել են էլի։ Հիմա էլ միջով շատ բան չի փոխվել։ Դե արտգործնախարարը գոնե երևացող դեմք է, բայց բանը, ասենք հաստատ վարչության պետ, բաժնի պետ, չգիտեմ ինչեր են նշանակվել այդպես ճշտումները, ոչ։ Դրա համար ասենք մարդիկ երևացող մարդիկ, ասենք, չգիտեմ, կուսակցության լիդեր, հանրային գործիչ, կարծիք ձևավորող, չգիտեմ ինչ եւ այլն, մեկ էլ ասենք ինչ որ միտեղ օղի են հյուրասիրում, գինի են հյուրասիրում, ասում են որ այս գինին, այս օղին գնացել է ես իմ ում, ասենք Պուտինի շրջապատից, ես ասես ոնց գնացել է, բա հասմա այս այդ պարծն է, որ մենք ուղարկել ենք իրան նվեր, ես մեկը միլիտրը բայել ենք մեր համար, ծեր համար չէ։ Ու զարմանում ես, թե ասենք այդ ստրկամտությունը ուր կարա հասնի։
Դա իրականում Դու ստրկամտություն։ հիմա ընդունում ես փաստորեն մի բան, որ ոչ ես, ոչ դու, ոչ Արայի գործի չենք ոչել կարծիք ձևավորող, էլի, որտեղ այդպիսի բաներ չենք անում։ Ես օրինակ կյանքում չեմ մտածել, ասենք լավ բան է իմ ղեկավարին ուղարկեմ, որ ինձ բան անի։ Չէ, ուղղակի չէ, ես սովետական շշով կոնյակ տարել եմ հյուրաս որպես նվեր, բայց դա ընդհանրապես Ես չգիտեմ, իմ մեջ կողնչում է սխալը, բայց ես այդ ղեկավարն էլ լավ չեմ պատկերացնում։ Օրինակ ես էլ այդպես երկու ղեկավար եմ ունեցել ու տենց լավ չխորանանք։ Ուրեմն շատ կարևոր բան է տեղի ունեցել է շաբաթ, որ Նիկոլ Փաշինյանը ուրեմն կառավարության նիստի ժամանակ ու դրանց հետո արդեն բանին լրագրողների ճեպազրույցում ասում է, որ այս դարում անհնար է, որ ձեր անձնական ինֆորմացիան չհավաքեն, չունենան, ինչ էլ անեք մեկ այն չոտեղ ձեր ինֆորմացիան հավաքում է եւ այլն, հույս չունենաք, որ գաղտնիք ունեք։ Եվ բանի, նու իհարկե այդպես չձևակերպեց, բայց գեներալ Լեբեցկեր Ռուսաստանը, որ ասում էր, եթե բռնաբարությունը անխուսափելի է, ապա թուլացեք եւ հաճույք ստացեք, մոտավորապես այդպիսի բան ասաց, որ ինչ եք դժգոհում, դա նորմալ է, մենք էլ ենք ուզում այդ ինֆորմացիան ունենալ։ Google-ը, Facebook-ը, չգիտեմ, ինչը ունեն ինֆորմացիաներ, ամեն ինչ կուտակվում է եւ այլն, մենք էլ ենք կուտակում ձեր ինֆորմացիան։ Հիմա այստեղ երկու հարց կա։ Նախ ինքը սրանից երկու շաբաթ առաջ, երբ Ռոբերտ Քոչյանի այդ կադրերը տարածվեցին, ասաց, որ 3 շաբաթ նույնիսկ մի ամիս։ Լավ, մի քիչ լավ չեմ հիշում ուրեմն ժամանակը, ասաց, որ ԱԱԾ աշխատողը իր ինֆորմացիան է, իր տեսախցիկով կար, կուզի կարտահոսի, կուզի, չգիտեմ, չի արտահոսի, ինքն է որոշում այդ տեսանյութը ինչ անի։ Եվ հետո երկրորդը, որ ուրեմն Փաշինյանը հաշվի չի առնում են, որ Google-ը եւ Facebook-ը մեզ դատելու իրավունք չունեն։ Մեզ չեն գալու ձերբակալեն, մեզ բռնության չեն ենթարկել եւ այլն, իսկ ինքը օրինականացված եւ գործիքներ ունի։ Մանավանդ, որ այդ աղբյուրների հետ կապված բան չկա, որ ասենք ոչ չի խորանալու թե աղբյուրը որտես։ Օրինակ ինձ համասենց հեռացրել են մի նկատողություններից մեկը վերաբերյալ նրան, որ ես իբր 5 րոպե ուշացել եմ գործից, գործի եկել եմ 9:05 րոպե։ Դա արել են մի հատ կամերայից, որը պետքա լիներ առանձին մի հատ կազմակերպության մոտ, որը ու ռեկտորը չպիտի դրան մուտք ունենա, բայց ռեկտորի օգնականը, որ հիմա էլ օգնական Վիգենանով մի հատ տղա կա, դա դիսկով բերել կացել էր բան։ Նախ այդ կամերան բանի ժամերը ողվաճշտել ոնց է եւ այլն, դա մի հարցային պայմանագրում չկա, որ երբ պիտի գամ, որ 9-ին պիտի լինեմ բանում կաբինետում նստած, թե աշխատավայրը ԵՊՀ-ն եւ այլն, այդպես բաներ իհարկե ոչուկ հաշվի, բայց 3 ատյանով այդ գործը քննվել է, որևէ դատավոր չի հարցրել, այս տեսագրությունը ձեզ որտեղից։ Ինչ կամերայից, այս ինչ կամերա է, որ ձեզ դոստուպ որտեղից։ Դիմել եք այդ կազմակերպությանը, օրինական ձևով ստացել եք։ Այսինքն սա մասնավոր մի դեպք է, որ բա պարզա, որ ասենք ԱԱԾ-ն ինչ ունի, բայց չգիտեմ ինչ ունի։ Այդ ապացույցը կճանաչվեր ոչ վերաբերելի եւ կամ դիմելա նույնիսկ կարող է փաստաբանը դասել է, բայց դատարանը ատեսել է։ Այդ դատավորները իրենք են դու պատմով, իրանց զանգեց, ինչ ասեց, աշխատակազմից իրականում այդ նույն այդ հայտարարությունը, որ ԱԱԾ-ի աշխատակցի ինֆորմացիան ինչ կուզի կանի, գալիս ապացուցելու մեր թեզը, որ իրավականություն Հայաստանում այլևս չկա, որտեղ ԱԱԾ-ի աշխատակիցը հաստատ սահմանափակված է իր ծառայական պարտականություններով, որի մեջ հաստատ այդ ում ուզի արտահոսին գրած չի, էլի։ Ինքը չի կարող անել այնպիսի բաներ, որ իրեն արգելված չեն։ Ինքը պարտավոր է անի միայն այն բաները, որ իրեն թույլատրված են ուղիղ կերպով։ Հիմա սա ստեղծում է իրավական, կարող ենք ասել, վակուում, որը տարբեր բաներ առաջացնում, էլի մի կողմից պետությունն է քայքայում, մի կողմից չգիտեմ ինչ եմ, բայց ամենամեծ
բանը որ կա, ամենամեծ սպառնալիքը որ կա, դա մարդուն օտարացնում է պետությունից։ Այսինքն եթե պետությունը ոչ թե իրեն ծառայող մեխանիզմը, ոչ թե իրեն պաշտպանող բանը, ոչ թե ինքն է կարևոր այդ պետության համար, ոչ թե այլ ինքը ուղղակի ասենք բանը հարկեր քամելու, չգիտեմ ինչ անելու, աշխատացնելու մեխանիզմը, ինչ տարբերություն, ասենք դա անունը Հայաստանի Հանրապետությունն է, թե ասենք, չգիտեմ, Վրաստանը կամ չգիտեմ Միացյալ Թագավորությունը կամ ինչ, ոչ մի տարբերություն չկա։ Իդեպ այդ Տերյանի մասին որ ասում է, Տերյանը հենց դա է ասում։ Ասում է, եթե այդ հոգևորը չկա, ինչ տարբերություն քեզ հայ համազգեստը ոստիկանացայցում, թե ասենք ուրիշ համազգեստը։ Մեկը ոստիկանը նրա համար է, որ քեզ ծեծի։ Եթե քո պետությունը չունի բան, իմաստ չունի, ինքնություն չունի, մեծ հաշվով սա է ասում։ Դու այդ պետության հետ ոչ մի օրգանական կապ չունես։ Այո, 2 տարի առաջ ոստիկանները ծեծեցին, արգելված միջոցներ կիրառեցին, մարդիկ վերջույթներ կամ վերջույթների մասեր կորցրեցին, իրավական հետևանք չեղավ, որովհետև ընդունվեց, հենց այդ պահին ընդունվում էր, որ ոստիկանը հենց ծեծելու համար է։ Ավետիք ջան, ոստիկանը միշտ ծեծելու համար է, միշտ ամեն տեղ որ մեզ խաղում են 8 տարի առաջ որ ոստիկանը մեր ընկերն է, այդ դեկորացիաների բայց եթե չկա այն էականը, որ ինձ համար Հայաստան թանկ է, որովհետև անկախ նրանից ոստիկանից որովհետև ասենք հայերենը կա միայն Հայաստանի Հանրապետությունում, որովհետև հայերը ապրում են Հայաստանի Հանրապետությունում, հայությունը։ Եթե սա չկա, այսինքն Հայաստանի Հանրապետությունը հայերի հայրենիքը չի, կամ չգիտեմ քաղաքական հայերի միավորումը չի, կամ ինչ որ ձևակերպումներ կարելի է փոխել համաձայնել, եթե դա չի, ինչ տարբերություն, ինչ ենք վատ պայմաններում ապրում, չգիտեմ թանկ հիպոթեք վճարում, չգիտեմ ինչ, կգնանք Մարսելում կապրենք, 1% հիպոթեք կտանք, չգիտեմ ինչ կանենք, մեզ այդքան փող կմնա, ավելի շատ աշխատավարձ կունենանք, ավելի հայտնի կլինենք, ավելի եսի ինչ կանենք, ինչ ենք ապրում։ Ապրում ենք, որովհետև կա ավելի բարձր բան։ Հիմա երբ որ ասում են, որ չկա այդ բարձր բանը, պետությունը ասում է չկա այդպես բան։ Ով ուզի կգա Հայաստան, հերոսն էլ հարկատունի, հերոսը հարկատունի, ինքնություն չկա, եսի ինչ չկա, ու պլյուս դրան մի հատ էլ բռնություն կա, մի հատ էլ չգիտեմ ինչ կա, կփռենք էդին, կծեփենք ասֆալտին, եսի ինչ կանենք։ Բռնությունը բացարձակ եւ անսահման է։ Եվ երրորդ մենք քո մասին ամեն ինչ գիտենք, այդ բռնությունն էլ պլյուս հեսա հետևից գալու է եւ էլ ոչ մի իմաստ չկա։ Առաջին հայացքից չկա։ Իրականում, եթե աշխարհը տեսել է շատ ավելի դաժան բռնապետություններ, շատ ավելի դաժան իրավիճակներ եւ այլն, բայց միշտ ծնվել է դիմադրությունը, միշտ ծնվել է հակառակ ինչ-որ բան, որը կոփվել է, էփվել է, չգիտեմ ինչ է եղել, ճնշումների տակ կքել է, բայց չի այո, ինքը բյուրեղացել է, որտեղ այդ ճնշումներից իրական պիտի բյուրեղանա։ Հիմա եթե մեր ազգային ինքնության դեմ գնում է հարձակում, չէ, ու հակառակը չի բյուրեղանում, այսինքն ինչ մեկը չկա որ բերի ասի այս ազգային գաղափարախոսություն մոտ կարդացեք կամ սա չգիտեմ մեր հայիզմի տեսությունն է մի հատ նայեք, մի հատ չգիտեմ, ու սա այս բանը չկա, դա նշանակում է որ բոլոր կողմերը իրար արժեն։ Այսինքն սա ուղղակի մեծ կրկես է։ Դրան ես համաձայն եմ, որ սա մեծ կրկես է եւ հիմնական խաղացողները իրականում այնտեղ դերասաններ են։ Երկրորդ տեսակետ էլ մի հատ ես էլ ասում եմ, կամ էլ մեր մակարդակը չի հերիքում։ Երեք չառաջորը մեր ընդհանուր ընկերը Արթուրի հետ էի խոսում Համբարձումյան, ասում է չենք կարողանում կազմակերպվենք, հա, մեր նմաններով, դեր համար բան չի ձևավորվում, այսպես Արթուրի նմանը չկա երկրորդ։ Չէ, մենք որ խոսում ենք, մենք ոնց որ մի դասարան գնացած ենք, չնայած տարիքով տարբեր ենք, էլի, բայց ամեն դեպքում կա այստեղ ռեսուրսի խնդիր։ Հա, կազմակերպելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ, ժամանակի, հա, ֆիզիկական, ֆինանսական, բարոյական, չգիտեմ, այսպես հոգեբանական ռեսուրսը անհրաժեշտ է, որ ասկա Արթուրին էլ մի քանի քրեական գործով էլ Արթուրին են բանանում, զբաղեցնում, ոնց որ ինձ են զբաղեցնում մի քանի քրեական գործով, բայց իրականում մենք որ գոնե մտածում կամ խոսում ենք դրա մասին,
այս բանի թիթերի էֆեկտը կա, էլի, հա, մեր ջանքը եւ նույնիսկ նվազագույն ջանքը չի կարող անհետևանք մնա։ Այսօր չլի վաղը կլինի։ Վաղը չլի մյուս օրը կլինի եւ ես լիահույս եմ իրականում։ Այդպես մենք 1000 տարի ապրում ենք ավետիք չէ։ Ես կես վատ նորություն ասեմ։ 1000 տարի մենք ապրում ենք, որ վաղը ավելի լավ է լինելու, այդ լավ օրը գալի է։ Դե ինչ այլոց վերադառնալով Արթուրի մի խոսքը կուզեմ հիշեցնել, հենց քաղբանտարկյալների հետ կապված, որ ցանկացած բանտարկյալ այսօր Հայաստանում պիտի համարվի քաղբանտարկյալ, որովհետև կան քաղչբանտարկյալներ։ Հա կան մարդիկ, որոնք քաղաքական դրդապատճառներով չեն բանտարկվում, չնայած գործած հանցագործություններ, օրինակ Նիկոլ Փաշինյանը կողքը այս քարոզարշավի ընթացքում անընդհատ պատտվում եւ հայտնվում էր կադրում մի մարդ, որը ունի ազատազրկման դատավճիռ, բայց չի ազատազրկվել։ Ռուսլան թե Ռուստամ Ավակյան անունով մի մարդ, որը ազատազրկման դատավճիռ ունի, բայց չի ազատազրկվել, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողքն է։ Մնացած բոլորը ավտոմատ կերպով դառնում են քաղբանտարկյալ։ Այնտեղ լինեն ինչ որ հանցագործություններ կատարված թե չկատարված, եթե կան քաղաքական դրդապատճառներով չբանտարկվածներ, ապա բոլոր բանտարկվածները ավտոմատ քաղբանտարկյալ են։ Որտեղ համակարգը այլևս շուռ է եկել։ Ես այս թեման ուզում շարունակեմ մի կարևոր բանով, որ ու երևի սրանով ավարտենք, էլի, որ հիմա այսքան մարդ կա, որ մենք համարում ենք քաղբանտարկյալ, այսքան քննարկվում է եւ այլն, բայց քաղբանտարկյալների ընդհանուր ցուցակ չկա։ Այսինքն չկա ինչ որ բան, որ ասի, որ կա, ասենք Հայաստանում 50 քաղբանտարկյալ։ Հա, իմիջիալից այսօր թե 3 դեռևս գործող պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր գրել Facebook-ում, որ պարզում է, որ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն է բանտարկված, ինչի համար ոչ ոք չգիտի։ Իրան թվում է եւ Տիգրանին թվում է, որ իշխանությունը կորցրել է քաղբանտարկյալների հաշիվը, այլևս չգիտի, բայց չի կորցրել։ Իջալած մենք այս նույն տաղավարում նստած խոսում ենք ժամանակին, երբ որ Սամվել Կարապետյանի եւ Բագրատ Սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով, կանխատեսում ենք, որ տեղ են ազատում հաջորդ բանտարկյալների համար եւ գիտենք, որ իրապես տեղը ազատում են Չալաբյան ավետիքի Ծառուկյանի եւ էլ լիք այլ մարդկանց համար։ Լիդիա Մանթաշյանին լեին Պաստողում, Արեգնաս Մանուկյանի համար են ազատում։ Հետևություն անեմ այս փաստից։ Ուրեմն, եթե չկա քաղբանտարկյալների ընդհանուր թիվ, դա նշանակում է, որ քաղաքական դաշտը մասնատված է եւ ամեն մեկը իր բանտարկյալի տեր է, այսինքն ինչ որ մեկի համար այս 5 հոգին են քաղբանտարկյալ, մի ուրիշի համար են 10 հոգին եւ այլն։ Ես այստեղ մի բան մատնել, սրանից մի շաբաթ առաջ ավետիք չեն։ Ու այդտեղ նաեւ բան կա, շահարկում կա, որ ասենք մարդը գիտի, որ ու իշխանությունը մեկ-մեկ դրա վրա մատը դնում, ասենք այս մարդը գիտի, որ այսեր են գալու են բռնեն ինչ-որ գործով, սկսում է քաղաքական ինչ-որ բաներ խոսել, հետո ասում է նայեք ես խոսացի դե համարեկանից բռնեցին։ Այսինքն այսպիսի բան էլ կա։ Երկրորդ հետևությունը որ պետք է անել, եթե մասնատված է, այսինքն իրենք չեն միասին պայքարում իշխանության փոփոխության եւ այլն համար, դա նշանակում է, որ այդ ընդդիմության պարզ տրամաբանության, որ այդ ընդդիմության մի մասը աշխատում է իշխանության հետ կամ ամբողջն է աշխատում իշխանության հետ, որովհետեւ իրենք չեն միավորվում ընդդեմ ինչ-որ բանի, շարունակում են մնալ մասնատված։ Եվ եթե դա այդ ընդհանուր ճակատը չի լինում, ընդհանուր քաղբանտարկյալների թիվ չկա ու հետևաբար ուրեմն դրանք աշխատում են իշխանության հետ, նշանակում է, որ Հայաստանում երբեք իշխանափոխություն չի լինելու, որովհետև այս տրամաբանության մեջ, որովհետև հիմա չգիտեմ, արտաքին հրահանգիչներ կան, որ ասում են, չէ, գնացեք, միացեք, էսի թույլ տվեք, այն չգիտեմ ինչ արեք եւ այլն, բայց ամեն դեպքում այդ բանը, որ ոչ ոք դա չի կազմակերպում։ Օրինակ, Սամվել Կարապետյանը ամենասկզբում մի հատ այսպեսի հայտարարություն արեց, որ ով որ հենց նոր որ իրան բռնել էին, ով որ խնդիր ունի եւ այլն, ամեն մարզում լինել է փաստաբան, ամեն եսիմինչ, ով որ խնդիր ունի գնացեք դիմեք, ձեր շահերը բան, ես ուզում եմ իմանամ, թե Հայաստանում քանի հոգի բռնության ենթարկվել, չէ՞։ Ո՞վ է հիշում դրա մասին։ Ոչ ոք։
Մենք զանգեցինք փաստաբաններին, այդ ցուցակ էր տված համարները, որ զանգեք եւ այլն։ Հետո պարզվեց մի մասը տեղակ չի, մի մասը ասոցիատիվ շուտեր, բերել մի շփոթ էր անցնում։ Մասը գասի որ դա վճարով է պետք ծրի ինչ անենք եւ այլն բան։ Դժվար է ինչա։ Հետո ճիշտ ասած շատ մենք դրա վրա չխորացենք, որ հետո չասեն, որ բան եք անում ընդդիմադիրներին նեղում եք, քննադատում եք եւ այլն, բայց ամեն դեպքում դա այնպիսի նախաձեռնություն էր, որը հույս էր արտնասնում, որ հետո Դե եթե հիշում ես 24 թվականին այս 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը, որ ստեղծվեց, հենց Սրբազան պայքարի հետ կապված, հա, այնտեղ կար այդպիսի մոտեցում, հա, որ այս տղերքը գնալու են բոլորի շահերը պաշտպանեն, բայց երբ որ եկավ հերթը հենց Բագրատ Սրբազանին եւ իր հետ մեղադրվողներին պաշտպանելու, բարձ դարձավ, որ նույնիսկ այն տղաները, որոնք որ կոչված էին դրա պաշտպանում, չեն հերիքում։ Ինչի, որովհետեւ ասենք նոր քրեադատավարական օրենսգրքով դու մի քրեական գործի շրջանակում չես կարող մի հոգուց ավել պաշտպանես։ Այդտեղ կարող են մեղադրյալների շահերի բախում լինի, այդպես է հիմնավորվում։ Բայց ունենք այսպիսի մի վիճակ իրականում, որ նույնիսկ իրավաբանական ուժը, փաստաբանական կամ պաշտպանական ուժը այլևս չի բավարարելու հա պետության կողմից, այսօրվա իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումներին դիմանալու համար։ Բայց կա նաև ես համաձայն չեմ քո հետ Ավետիք ջան, որովհետև հա կարա փաստաբանների թիվը քիչ լինի, չկարողանաս ռեսուրսը չհերիքի եւ այլն, բայց դու պիտի իմանաս, չէ՞, որ օրինակ ցուցակը գրես, ասենք դու ունես 10 փաստաբան, կա ընդհանուր 1000 ճնշված, ասես որ ես 1000-ին չեմ կարող օգնեմ կամ 10000-ին չեմ կարող օգնեմ, բայց կարամ բան անեմ։ Հիմա օրինակ ուժեղ Հայաստանը խոսում էր, որ մարդկանց հանել են աշխատանքից, չգիտեմ ինչ են արել եւ այլն, բայց օրինակներ չկան։ Դա շատ օրինակներ կան, քիչ են խոսում։ Էդգար Ղազարյանի քույրը կա, չգիտեմ ով կա եւ այլն, չէ՞, բայց դա պիտի ցուցակ լիներ, դա պիտի համակարգված լիներ, որ այդ մարդիկ էլ իմանային, որ իրանք զողողության են գնում, ասենք աշխատանքից զրկվել են, նստել են բանտում, չգիտեմ ինչ են արել եւ այլն, բայց դա իրանք կենսագրության մեջ գրված է, որ իրանք գնացել են անձնազոհության այս ընդհանուր բանի համար, բայց եթե չկա այդ ընդհանուր բանը, առաջնորդները իրենք չգիտեն ինչ են ուզում կամ վաճառվել են կամ չգիտեմ ինչ են անում, իրենք չեն հասկանում, ապա այդ սովորական մարդիկ այդ ժամանակ արդեն դառնում է սարսափելի պետության դեմ բանը, որովհետև իմաստավորում չկա։ Ինչպես անցյալ շաբաթ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին ընթառաջ կազմակերպել էր այդպիսի քաղաքական փողոցային ակցիա, հրապարակային ակցիա, հենց քաղբանտարկյալների բաներով, դիմանկարներով մնաց ամենչով, բայց այդպես էլ, ասենք ես մասնակցում եմ այդպիսի նման մի քննարկման, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկանք, թե ինչքան քաղբանտարկյալ կա, եւ ովքեր են այդ մարդիկ, որոնց եւ պարզվում որ կան լիքը մոռացված քաղբանտարկյալներ, Մինասյան Աշոտի անունը ոչ մեկ չի հիշում, Աշոտի երկաթի, հա, չնայած գիտենք, որ նա այդ մարդը քաղբանտարկյալ է, քաղաքական խոսքի համար։ Այդտեղ մի շատ կարևոր պատճառ էլ կա, Ավետիք ջան, հարցն է, որ քաղբանտարկյալը արևմտյան տերմին է, արևմուտքն է, հորինել դա, որովհետև մարդու իրավունքները եւ չգիտեմ ինչերը դրա մեջ են եւ ինքն է ճանաչում քաղբանտարկյալին։ Եթե ինքը ճանաչում է, որ ասենք այս մարդը քաղբանտարկյալ է, ինքը քաղբանտարկյալ է։ Ու եթե դու չունես այդ արևմտյան արժեքների առանցքը, շատ դժվար է այդ քաղբանտարկյալը հիմնավորելը։ Որտեղ դա մնում է օդի մեջ։ Քո ձայնը չի լսվում նույնիսկ, եթե դու համակարգված եւ համոզված իրավա պաշտպան եւ իրավա հետամուտ չես, քո ձայնը արժե զրկվում է այդ մասով։ Օրինակ ասենք բոլոր ընկերներին, ովքեր չէ, օրինակ ասենք ինչ որ Աֆղանստանում, չէ, Աֆղանստանում օրինակ բերեմ, ասենք ինչ որ թալիբներ նստել են, չէ։ Իրենք նստել են իրենց հայացքների համար։ Չէ, հիմա ասենք այդ թալիբները բան են, քաղբանտարկել են։ Չէ, իհարկե չէ։ Չէ, հիմա որովհետև հիմա այդ գծի մեջ են, այդ արժի համակարգի մեջ են։ Այդ առանցքը կա արևմտյան, դա քաղբանտարկել է, չկա այդ առանցքը, դա քաղբանտարկել չի։ Հիշենք մեր բոլոր ընկերներին, ովքեր ազատազրկված են այսօր, քաղաքական խոսքի եւ քաղաքական հայացքների համար
Եվ հուսանք, որ առաջիկայում կազատվեն եւ Այո։ արդարությունը Հայաստանում կհաղթանակի։ Մարդիկ կվերադառնան իրենց ընտանիքներ, իրենց բանագործին, իրենց քաղաքական պայքարին։ Մի օր էլ կունենանք այն պետությունը, որը երազում ենք։ Այս լավ նոտայի վրա ավարտենք մեր հաղորդումը։ Այո, հիշեցնեմ սիրելի հետևորդներ, որ դուք դիտում եք Խորագիր հաղորդաշարը, եթե հետաքրքիր է ձեզ մեր զրույցը, խնդրում եմ հավանել, բաժանորդագրվել մեր ալիքին, որ մեր հետագա զրույցները բաց չթողնեք։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ, կհանդիպենք 2 շաբաթից։ Որովհետև մի շաբաթից ես տերանական օրեր եմ։ Գևորգ Էմինտենյանը Ջավախում եմ լինում։ Գնա ջավախ, ես ցավոք սրտի չեմ կարողանում։ Դեռ կհանդիպենք։ Ցտեսություն։